Դուք շատ կարևոր կարծում եմ շեշտադրում արեցիք, որովհետև շատ հաճախ ասում են, բա թող արդար դատարանը արդար որոշում կայացնի։ Հիմա այդ դատավորը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, լսում է Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությամբ իր այդ շեշտադրումները, որ պետք է նստի եւ վերջ։ Հիմա դատավորը, եթե նույնիսկ պարկեշտ մարդ լինի, եթե նույնիսկ ուզենա արդար վճիռ կայացնի, նման ճնշմանը իսկապես չի դիմանա։ Ես դժվար եմ պատկերացնում, որ հիմա դատական համակարգում, եթե նույնիսկ կան եզակի մարդիկ են։ Ընդ որում հիմա պատկերացրեք, որ այս ամբողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն բողոքում է, չէ՞, իբր դատավորներից բողոքում է։ Այն պայմաններում, երբ որ դատավորների մեծ մասը իր կողմից են նշանակված։ Նույն Ծառուկյանի դեպքով, երբ որ ասում եք, ոնց է ստացվել, որ դատավորը ազատ է արձակել Գագիկ Ծառուկյանին, եք քո կողմից նշանակված դատավորն է, ումից ես ինչ պահանջում։ Բայց կրկնում եմ, սա աննախադեպ ճնշում է նաև դա ամբողջ դատական համակարգի վրա, ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ ընդգծված քաղաքական ռեպրեսիա է։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ հիմա էլ նախագահ Քոչարյանի եւ իր ամբողջ ընտանիքի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներ են։ Եվ շատ հաճախ մեզ հարցնում են, չէ՞, բա այս իրավական գործը ոնց կմեկնաբանեք, քննչականի այս հայտարարությունը ոնց կմեկնաբանեք։ Ես ուզում եմ իսկապես ասել, որ էական չեն, թե ինչ է գրված քննչականի հայտարարության մեջ կամ ԿՊԱ-ականների այդ հայտարարություններին, որովհետև դա չլներ մեկ ուրիշը կլներ, այդ մեկը չլներ ուրիշ բան կլիներ։ Կարևորը հասկանալ քաղաքական ամբողջ կոնտեքստը, թե ինչու են իրականացվում հետ ընտրական փուլում նման ռեպրեսիաները, որովհետև սովորաբար եթե մի փոքր ռեպրեսիաներ միջև ընտրություններն են իրականացվում, դա մի տրամաբանություն կա, որ պետքա վերարտադրվի իշխանությունը, բայց իշխանության վերարտադրումից հետո աննախադեպ նման ռեպրեսիաները մի նպատակ կարող են հետապնդել, այն է առաջիկա բարդ գործընթացներից համար, բարդ նկատի ունեմ զիջումներ, սահմանադրության փոփոխություն, Տիգրան հանձնում, այս բարդ քաղաքական գործընթացներից առաջ մեկուսացնել հիմնական դերակատարներին, որոշակի տեսարաններ ապահովել սեփական ընտրազանգվածի համար եւ այն մարդիկ, ովքեր երբեք չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանին եւ համաձայն չեն տարվող կուրսի հետ, ուղղակի վախի մթնոլորտից ելնելով այլևս որևէ բան չխոսեն։